Յուքոմի աջակցությամբ Arm Drone համայնքը պատանիների համար կազմակերպվող առաջին դեմքից դիտում ապահովող դրոնների անվճար դասընթացի շրջանակում անցկացրեց բաց դաս, որին ներկա էր նաև Յուքոմի գլխավոր տնօրեն Ռալֆ Իրիկյանը։ Դասի ընթացքում մասնակիցներն իրականացրեցին ծրագրային ապահովման հետ աշխատանքներ, դրոնների բաղադրիչների զոտում, մինի վուպ դրոններով թռիչքներ, փակ տարածքում մեծ դրոնների թռիչքների ցուցադրություն, ինչպես նաև անցկացրեցին փոքրիկ վիրտուալ մրցույթ։ Տեխնոլոգիական կրթությունը միշտ կարևոր է եւ ավելի կարևոր է եւ որ ինքը առնչվում է երեխաների հետ, պատանիների հետ, որովհետեւ ինքը ձևավորում է հետաքրքիր մտածելակերպ, հորիզոններ է բացում եւ երեխան կամ պատանին փոքր տարիքին ինքը հասկանում է թե ինչպես կարողանում է զարգացնել իր մտածելակերպը հիմնվելով այդ լայն հորիզոնների վրա, որը բացում է իրեն տեխնոլոգիան։ Եվ իհարկե, ինչքան կզարգանա մեր երեխաների ու պատանիների մտածելակերպը, ինչքան իրենք տեխնոլոգիական հմտություններ ձեռք կբերեն, ինչքան ես վստահ եմ ու ավելի կամ վստահ եմ, որ դա կծառայի մեր երկրի ապագայի զարգացման համար տեխնոլոգիական տեսանկյունից։ Յուքոմի գլխավոր տնօրենի հետ զրույցում նրանք խոսեցին նաև իրենց փորձից, պատմելով հանդիպած դժվարությունների, հետաքրքրությունների եւ հետագա նպատակների մասին։ Այս երեխաները, ովքեր այստեղ են, ամեն մեկը ինչ-որ մի գիտելիք ստացել է, դա Յուքոմի աջակցության շնորհիվ է, ու մենք պատրաստ ենք անել ավելին հնարավորության դեպքում ու ցույց տալ, որ երեխաների եւ ընդհանուր Հայաստանի պատանիների պոտենցիալը բավական մեծ է, ուղղակի նրանց պետքա մի փոքր ավելի շատ ուշադրություն եւ հնարավորություն տալ ու ամեն ինչ կստացվի։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Յուքոմի աջակցությամբ իրականացվող դասընթացների շնորհիվ տասնյակ պատանիներ հնարավորություն են ստանում գիտելիքներ ձեռք բերելու ԱԹՍ ոլորտում, զարգացնելու իրենց տեխնոլոգիական մտածելակերպը եւ հմտությունները։ Մասնակիցները ծանոթանում են ժամանակակից ԱԹՍ-ների տեխնոլոգիաներին, ինժեներական մտածողության հիմունքներին եւ FPV First Person View դրոնների առանձնահատկություններին։ Մասնակիցները նաև տեսական եւ գործնական գիտելիքներ են ստանում ԱԹՍ մեխանիկական կառուցվածքի, ծրագրային եւ թռիչքային պարամետրերի կարգավորման, անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրում են մրցույթային ռազմավարություններ եւ ձեռք բերում համապատասխան հմտություններ։